Դատախազությունն ընթացք է տվել վարչապետի տիկնոջ հաղորդման ավելի վաղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել էր, որ իր անունով գործարարների վրա հնարավոր ճնշումների եւ 88 սուպերմարկետների ցանցի հետ կապված ահազանգերի վերաբերյալ դիմել է գլխավոր դատախազություն, խնդրելով քննություն իրականացնել։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները, եթե հաստատվեն, ենթադրում են քրեական պատասխանատվություն եւ կոչ է արել տուժած գործարարներին դիմել իրավապահներին։ Օրեր առաջ Աննա Հակոբյանը գրառում էր կատարել, նշելով, որ 88 սուպերմարկետների հետ ոչ մի առնչություն չունի։ Արշակ Սրբազանը կալանավորվել է 2 ամսով։ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից։ Արդյունքում ընթացք է ստացել եւ ուսումնասիրվել 2018 թվականի հուլիսի 20-ին նախաձեռնված քրեական բարույթը անհայտ անձի կողմից Հայ առաքելական եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում ՀԱ-ին ապօրինի մարիխուանա տեսակի թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ։ Արդյունքում պարզվել է, որ ՍԽ-ն նախնական համաձայնության է եկել իր անմիջական ենթակայությամբ ծառայող սարկավակ ՍՏ-ի եւ դեռևս չպարզված անձի հետ, որոնք 2018-ին ակցիայի մասնակից ՀԱ-ին ապօրինի իրացրել են մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Ապա ՍԽ-ի հրահանգով ՍՏ-ն իր հեռախոսահամարից զանգահարել է ոստիկանության վաղաշապատի բաժին եւ հայտնել ակցիայի մասնակիցների մոտ կասկածելի իրերի հնարավոր առկայության մասին։ Միաժամանակ ոստիկանության աշխատակցին ուղարկելով իր կողմից արված լուսանկարը, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից կատարված զննությամբ ՀԱ-ի ուսապայուսակից հայտնաբերվել է վերջինիս ապօրինի իրացված մարիխուանա տեսակի թմրամիջոցը։ ՍԽ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մեղադրանքով եւս 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Մեղադրանք է ներկայացվել Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին, Գյումրու փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանին, Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ Ղուկասյանին։ Այս մեղադրանքով առայժմ ձերբակալված են Արտյոմ Մկրտչյանն ու Կարապետ Ղուկասյանը։ Մյուս մեղադրյալ Ավետիս Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Վարդան Ղուկասյանի որդին այլ մեղադրանքով այժմ կալանավորված է։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանին մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում մեղսագրվող արարքների հաստատվելու դեպքում։ Դատարան գնացած գործով պարզվել է, որ պատգամավորը $200,000 է պահանջել առանց կարանտինի 150-ից 200,000 մանր եղջերավոր արտահանելու միջնորդության եւ $23,000 դպրոցին պատկանող տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Քրեական ոստիկաններին հաջողվել է պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ամբողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների մայրաքաղաքի Սարիթաղի 23-ամյա մի բնակիչ տեղեկանալով, որ Նոր-Նորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է Միացյալ Նահանգներ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը $1,000 դիմաց կնոջն ուղղորդում է Բելգիա Բրյուսելում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը մեկնում է, սակայն նոյեմբերի 7-ին մերժված վերադառնում Հայաստան։ Այս անգամ 56-ամյա տղամարդը կնոջն առաջարկում է մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանի Միացյալ Նահանգների դեսպանատնից, տրամադրում է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում կնոջ աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ Հայաստանի բանկերից մեկից եւ անգլերենի ուսուցման կենտրոնում ուսանելու փաստաթուղթ։ Նաեւ պայմանավորվում են, որ դրական արդյունքի դեպքում կինը տղամարդուն կվճարի $10,000։ Կինը դիմում է դեսպանատուն ոչ ներգաղթային ուսանողական վիզա ստանալու նպատակով։ Սակայն քրեական ոստիկանները պարզում են, որ փաստաթղթերը կեղծ են եւ կինը երբևէ չի աշխատել հիշյալ բանկում։ Նախաձեռնվել է քրեական բարույթ։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կկանգնի դատարանի առաջ, ավարտվել է նրա գործով քրեական վարույթի նախաքննությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի խոսքով իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով Նաիրա Գրիգորյանը խախտումներ է թույլ տվել կամ չի արձանագրել վարույթային մի շարք խախտումներ, որոնք անհնար են դարձրել արդարադատությունը։ 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը, նրա վզնոցն ու ականջողները գողացել եւ գրավադրել է։ Ենթադրյալ մարդասպանը տաքսու վարորդ է եւ նախնական տվյալներով գողության նպատակով է նրան սպանել։ Արմինե Մկրտումյանի մարմինը հայտնաբերվել էր Գրիբոեդով բնակավայրի դաշտամիջյան հատվածում։